Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից, իսկ Նարիկն է, պրոֆեսիոնալ մարզիչ։ Եկեք շարունակենք միասին նորից եւ նորից բացահայտել գեղեցիկ, առողջ եւ ինքնավստահ լինելու գաղտնիքները, այնպես որ եկեք մարզվենք միասին։ Այսօր մեզ անհրաժեշտ է լինելու ստեպ եւ երկու ծանրագուն, որի փոխարեն դուք կարող եք վերցնել երկու շիշ եւ լցնել ջրով կամ քարով, կամ պարզապես կարող եք այս իրերը ցանկացած սպորտային խանութից ձեռք բերել։ Իսկ եթե տանը ստեպին փոխարինով ոչինչ չունեք, դուք նույն գործողությունները կարող եք կատարել հատակին։ Այսօրվա իմ հյուրն է բոլորիդ կողմից շատ սիրված դերասան եւ հաղորդավար Կարեն Հովհաննիսյանը։ Ողջույն։ Ողջույն։ Կարեն, շնորհակալ եմ, որ իմ տաղավարում ես, շատ ուրախ եմ դրա համար։ Ես եմ շնորհակալ։ Կարեն, դու գրավիչ երիտասարդ ես, շատ։ Ինչ ասում։ Ունես խարիզմա եւ շատ հետաքրքիր էներգետիկա։ Ես վստահ եմ, դա քեզ շատ է օգնում կյանքում։ Բայց քո տեսակի մեջ ի՞նչն է բարդացնում քո կյանքը։ Այն որ ես խարիզմատիկ եմ, գրավիչ այդ գիտեմ։ Համեստություն չեմ անում։ Իսկ ինչն է բարդացնում այս ամենի համաձուլվածքը իմ մեջ ու իմ կյանքը։ Երևի ամենակարևոր բանը, որ կասեմ, ինչ շատ խանգարում է կյանքում, այդ իմ ազնիվ տեսակն է, անկախ խարիզմայից եւ հետաքրքիր լինելուց։ Հենց որ երևի իմ ազնվությունն ու իմ տեսակն է ինձ խանգարում ավելի շատ նվիրվող եմ։ Հա։ Ու դա քեզ խանգարում է։ Հա, շատ դեպքերում խանգարում է եւ շատ դեպքերում ուրախացնում է, բայց երևի թե ավելի շատ խանգարում է։ Բարձ է։ Կարեն, ուղեղ, սիրտ, բանականություն, էմոցիա։ Այս առումով մարդիկ երեք ճյուղերի են բաժանվում, երբ հաղթում է բանականությունը, երբ հաղթում է սիրտը, էմոցիան, եւ երբ նրանք սերտ կապերի մեջ են։ Որ տեսակին ես դու պատկանում։ Ինձ թվում է սրանք չի կարելի տեսակների բաժանել, որովհետև ինձ թվում է աշխարհում բոլոր մարդիկ այս ամեն ինչը կրում են իրենց մեջ, մեկի մոտ մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ, բոլորը ունեն այս բոլոր գործոնները։ Իմ մոտ բոլորը հավասար աշխատում են։ Բայց ավելի շատ երևի կառանձնացնեմ էմոցիոնալ լինելու տեսակը իմ, շատ էմոցիոնալ եմ, շատ զգացմունքային, բայց բանականությունը երբեք չեմ թողնում բարձր թողի վիճակում, որովհետև եթե էմոցիոնալ առումով եւ զգացմունքային առումով քեզ բաց թողնես, գուցե եւ շատ սխալ բաներ անես։ Իսկ ես քանի որ հասուն մարդ եմ, այս ամենի համաձուլվածքով եմ ապրում։ Այստեղ մի հարց ծագեց, ասում են, եթե էմոցիոնալ չես, դերասան չես կարող լինել։ Այսինքն պետք է շատ էմոցիոնալ լինել դերասան լինելու համար, դու համաձայն ես դրա հետ։ Էմոցիոնալ պիտի լինես, բայց շատ դեպքերում դերասանին էմոցիաները գուցե եւ խանգար են, որովհետեւ գուցե եւ ինչա բեմը կամ դերասանի մասնագիտությունը խափում ենք մենք մարդկանց։ Մենք խաղում ենք ուրիշ կերպարներ, ուրիշ անձ ենք ներկայացնում, ոչ իմը։ Այս դեպքում եթե դու շատ տրվես էմոցիաներին եւ այդ մարդու զգայական աշխարհին, գուցե եւ լրիվ ուրիշ բան դառնա։ Չկարողանաս խաղալ։ Դրա համար պիտի ամեն ինչ էլի թողնես ամեն բան իր հարթության վրա։ Զգացմունքային մասը, մասնագիտական մասը, պրոֆեսիոնալ մոտեցումը քո աշխատանքին, որպեսզի դու գիտակցում ես, որ դու խափում ես, որ դու խաղում ես ուրիշ մարդ, բայց նաև պիտի այնպես անես, որ հանդիսատեսը ու հեռուստադիտողը երբեք չմտածի, որ դու Կարենն ես։ Դու Պողոսն ես, օրինակ։ Դրա համար շատ էմոցիոնալ լինելը կարծում եմ կխանգարի։ Կարեն, կնոջ մեջ ի՞նչն է քեզ գրավում։ Այս երևի աշխարհի ամենաբարդ հարցերից մեկն է։ Կնոջ մեջ ինձ ամենաառաջինը գրավում է ազնվությունն ու հավատարմությունը։ Ամենակարևոր գործոններն են։ Սրանք երևի։ Իսկ ինչն է քեզ վանում նրա մեջ։ Կեղծիքը, սուտը, շատախոսությունը։ Ատում եմ են կանանց, որոնք շատ են խոսում։ Իմ համար իմաստուն են կանայք, որոնք լռել գիտեն։ Իսկ հարաբերության մեջ կնոջ ամենակոպիտ սխալը։ Կարծում եմ այդ հարցը շատ շատերին է հետաքրքրում։ Դավաճանությունը։ Եվ ֆիզիկական, եւ հոգեվոր։ Ուրիշ
Ուրիշ ոչինչ չկա, բոլոր հարցերը հատվող են։ Լավ, Կարեն, շնորհակալ եմ, շատ հաճելի էր, որ անկեղծ ասեմ, ես կշարունակեի քեզ հետ զրուցել, բայց մենք պետք է այսօր պարապենք, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Այնտեղ հավաքվել ենք դուք բռնել եք, ճիշտ ասած։ Կարող ենք սկսել, Կարեն։ Իհարկե։ Սկսեցինք։ Կարենի համար այսօր պատրաստել եմ բառնությունների բավականին հետաքրքիր մի փունջ, որտեղ աշխատեցնելու ենք կրծքամկանները, ձեռքերի եռագլուխ մկանները, ուսագոտու մկանները, որովայնի ուղիղ եւ թեք մկանները եւ մեջքի մկանները։ Կսկսենք նախավարժանքից, կտաքանանք եւ կսկսենք մեր հիմնական աշխատանքը։ Բարեբմունքը կավարտենք ձգումներով, այնպես որ միացեք մեզ։ Start. Չորս հաշիվ եմ, 3, 2, վերջինը, առաջ հետ, 4 հաշիվ եմ, 4, 3, 2, վերջինը, ձեռքերը խաչվեցին, 4 հաշիվ է, 3, 2, վերջինը ուսերին հավասար, շրջան, հակառակ Կարեն, արմունկից ներքև, հակառակ, ուղղվեցինք, ձեռքերը ուսերին հավասար, հասնում ենք ոտնաթաթերին, չորս հաշիվ է, 4, 3, 2, Jumping jack. Հիշում ենք կքանիստի կանոնները։ Շնչելով իջնում ենք, արտաշնչելով բարձրանում ենք։ Հետևում ենք, որ ծնկները ոտնաթաթերից առաջ չընկնի, մեջքը մաքսիմալ ուղիղ ենք պահում։ Կարեն 8, 7, հնգամ է, 5, 4, 3, 2, 1, 4 հաշիվ է, 4, 2, stop, burpee, վերջ, կատարելու ենք push up, հրում, եթե հրում է, բնականաբար աշխատելու են կրծքամկանները, ընտրել եմ դասական տարբերակը, ձեռքերը line, սկզբում ցույց կտամ հեշտ տարբերակը, ծնկները հատակին են, տեսեք ձեռքերը 90 աստիճան, շնչելով իջնում ենք և արտաշնչելով բարձրանում ենք, և կա դժվար տարբերակը, երբ ոտքերը օդում են և կատարում ենք, նույն գործողությունը, այսքանը կարող ենք սկսել։ Սկսում ենք եռագլուխ մկանի աշխատանքը, ձեռքերը նեղ դնում ենք ստեպին, իմիջիայլոց տանը դուք կարող եք ձեռքերը դնել պատուհանի գոգին, շատ հարմար է, և ես ցույց կտամ ոտքերը ծալված տարբերակ, Կարենը ցույց կտա ոտքերը ուղիղ տարբերակը, ուղիղ տարբերակով ավելի դժվար է, որպեսզի դուք երկու տարբերակներ են տեսնեք, տեսեք, ձեռքերը նեղ,
եւ սկսում ենք աշխատել։ Այսքանը։ Մյուս վարժությունը kickback։ Աշխատում է եռագլուխ մկանը ձեռքերին։ Մեջքը ուղղում ենք, ծնկները փափուկ, մարմնով իջնում ենք, արմունկները տանում ենք հետ եւ սկսում ենք աշխատել։ Աշխատում են նախաբազուկների հատվածը, արտը շնչելով ձեռքերը ծալում ենք եւ շնչելով բացում ենք։ Աշխատում են նախաբազուկային հատվածը։ Ուսագոտու մկանների համար պատրաստել եմ երկու վարժություն։ Առաջինը upright row, տեսեք, մեջքը մաքսիմալ ուղղում ենք, արտաշնչելով ձեռքերը ծալում ենք մինչև կրծքավանդակի վերևի հատված եւ շնչելով իջեցնում ենք։ Երկրորդ վարժությունը ձեռքերը փափուկ, ծանրագնդերը պահում ենք կողք, արտաշնչելով ձեռքերը բարձրացնում ենք մինչև ուսերին հավասար եւ շնչելով իջեցնում ենք։ Այսքանը կարող ենք սկսել։ Stop. Kick back. Վերջինը stop. Եռագլուխ մկանի ձգում։ Մյուս ձեռքը upright row։ Արտաշնչելով ձեռքերը ծալում ենք։ Շնչելով բացվում ենք։ Մեջքը մաքսիմալ ուղիղ։ Եվս 8, 7, 6, 5, 4, 3, 2 եւ stop։ Ձեռքերը փափուկ։ Արտաշնչելով ձեռքերը բարձրացնում ենք, շնչելով իջեցնում ենք։ Այս դեպքում աշխատում են կենտրոնական դելտոիդները։ Եվս 8, 7, 6, 5, 4, 3, 2, stop։ Դիտեսակ ինձ չի սազում, ես կանացի գանտերները, շտ թեթերը, մանկական։ Կարող ես մի 6 հատողնում։ Դնեմ թևերից տակվար։ Ուսագոտու մկանի ձգում, կարել ուսագոտու մկանի ձգում։ Ես ձեռքը։ Ես ավելի լավ բացելու տարբերակ գիտեմ, բայց մոտիվացնում ես։ Դե։ Որովայնի մկաններ, առաջին վարժությունը, ոտքերը ուղիղ, ձեռքերը ուղիղ, արդ շնչելով ձգվում ենք առաջ եւ շնչելով իջնում ենք։ Երկրորդ վարժությունը հասնում ենք մինչև կրունկներ, արտաշնչելով եւ շնչելով ուղղվում ենք մնալով օդում, ոտքերը ծալվում են դեպի մեզ։ Աշխատում ենք դունչը պահել վերև, այսինքն հայացք միշտ առաստաղին պետք է լինի։ Հաջորդ վարժությունը hand plank, մեջքը չենք կլորացնում, ձեռքերը ափերի վրա են, ձեռքը տանում ենք հետ, ափերը նայում են վերև։ Bicycle,
Դունչը բարձր, տեսեք, արմունկը հասնում է դեպի ծունկ, այդ ընթացքում մյուս ոտքը ուղղվում է, այնուհետև մյուս կողմից արմունկը հասնում է դեպի ծունկ, մյուս ոտքը ուղղվում է։ Մյուս հարժությունը, ոտքերը 90 աստիճան կատարելու ենք crunches, դունչը բարձր հայացքը առաստաղին, ձեռքերը ծոծրակի արտաշնչելով ձգվում ենք առաջ և շնչելով իջնում ենք։ Հաջորդ վարժությունը, արդեն plank position, նախաբազուկների վրա, տեսեք, գլուխը խորացնում ենք ձեռքերի մեջ և գալիս ենք նույն դիրքի։ Սիրուն տեսարանը։ Լավ ես կարել։ Stop. Start bicycle. Crunchy, start. Stop. Մեջքը չենք կլորացնում, նախաբազուկների վրա 4, 3, 2, start. Հանգստան։ Բա, ժողովուրդ։ Մեջքի մկանների համար պատրաստել եմ 3 վարժություն։ Առաջինը, ձեռքերը պարզում ենք առջևում, տեսեք, հակառակ ձեռքը և հակառակ ոտքը միաժամանակ բարձրանում է։ Հակառակ ձեռք և հակառակ ոտք ասելով հասկանում ենք կրծքավանդակ, ուս և ազդր։ Պոկում ենք հատակից։ Երկրորդ վարժությունը, ոտքերը թողնում ենք հանգիստ, աշխատում ենք կրծքավանդակով և ուսերով։ Եվ երրորդ վարժություն, գլուխը դնում ենք հատակին, ձեռքերով պիտի նկարենք կիսաշրջան, տեսեք, աշխատում ենք ձեռքերը ձիգ պահել, բացարձակապես փորձում ենք չկլորացնել, որպեսզի աշխատեն համապատասխան մկանները։ Այսքանը կարող ենք սկսել։ Ինչ սիրուն ավար։ Литературки. Просто балерина.
Ոտքերը թողնում ենք հանգիստ, աշխատում ենք ուսերով եւ կրծքավանդակով պատրաստ ես Կարեն։ Ոնց է։ 4 2 start։ Վերջինը stop։ Եվ վերջին վարժությունը։ Relax, մնաց մեկ վարժություն եւ relax։ Գլուխը դնում ենք հատակին, ոտքերը ուղղենք եւ սկսում ենք ուսաշրջան։ Գնացինք Կարեն։ Եվս երկուսը։ Եվ վերջ։ Մեջք ուղիղ։ Okay. Աջ ձեռքով։ Այնուհետև ձախ ձեռքը զուգահեռ։ Հա ես պարային էի անում, բայց տեսած ես բերեցի։ Բռնում ենք աջ ձեռքը եւ ձգում։ Կենտրոն։ Ձախը։ Աջը զուգահեռ։ Ու ձգում ենք ձախը։ Ուղղվեցինք։ Ձախ ոտքը պտտեցնում ենք, Կարեն։ Փորձում ենք հասնել, ինչքան կարող ենք։ Փորձում ենք։ Եվ բացում ենք կրծքավանդակը։ Ես ոնց են դպրոցի հանդես դες ես արևն եմ։ Որից ձգվում ենք դեպի ոտքը։ Եվ տեղափոխվում ենք մյուս կողմ։ Պտտեցնում ենք աջ ոտնաթաթը, ձգվում ենք եւ բացում ենք կրծքավանդակը։ Ձգվում ենք դեպի ոտքը։ Գալիս ենք կենտրոն, ձեռքերը փաչում ենք եւ թուլանում ենք ռելաքս։ Գալիս ենք առաջ, Կարեն։ Եվ ձգվում ենք։ Ոտքերը դնում ենք հատակին եւ ձգվում ենք վերև։ Դեպի աջ։ Կիսար շրջան դիմացի հատվածում։ Լայն ոտքերով ձգվում ենք առաջ։ Միայն ձեռքով ենք ձգվում աջը հետ։ Կենտրոն, միայն աջով ենք ձգվում ձախը հետ։ Կենտրոն, գալիս ենք առաջ, Կարեն, նայ, ձախ ոտքը 90 աստիճան ծալում ենք, շատ լավ, ու գալիս ենք առաջ։ Ու ֆանտաստիկ գեղեցկություն։ Ացի փողով ոգնում եք էլի։ Հիմա նայ, բռնում ես ոտքը ու ձգվում։ Կարեն, նայ, ծալում ես ոտքը և ձգվում հակառակ կողմից։ Շատ ճիշտ է։
Ձգվում դեպի պայծառ ապագան։ Այո։ Կենտրոն։ Հիմա մյուս ոտքով 90 աստիճան և գալիս ենք առաջ։ Գրկում ենք ոտքը, ձգվում։ Մենակ մնում է կարողանամ ձգվել։ Ծալում ենք ոտքը և ձգվում հակառակությամբ։ Այո։ Դեպի հակառակ պայծառ ապագա։ Այո։ Կենտրոն։ Նստում ենք խաչաձև։ Թույլատնում ենք պարանոցի մկանները։ Մյուս կողմից։ Շրջանաձև պարանոցը պտտեցնում են։ Հակառակ ուղղությամբ։ Քնարի ոնց որ ցոլը կակոպեն ավես։ Հիմա պարանոցը պտտեցնում ենք դեպի ձախ։ Այնուհետև փակում ենք աչքերը։ Գալիս ենք առաջ, կան առաջ։ Շունիկի նման ենք նստում հիմա։ Այո։ Ոտքերը փոխում ենք։ Ողում ենք ոտքերը։ Այո։ Այո։ Ձգվում ենք հետ։ Գալիս ենք առաջ։ Ձգվում ենք։ Ու մեզ ծեփում ենք գետնին։ Եվ շնորհակալություն Կարեն։ Ես եմ շնորհակալ հագեցած պարապմունքի համար։ Իրականում բավականին երկար ժամանակ չեմ պարապել ու փոքր ինչ վարժությունների ժամանակ դժվարացա։ Բայց ամեն դեպքում ճիշտ է եւ եւս մեկ անգամ ճիշտ է առողջ ապրելակերպով ապրելը եւ մկանը միշտ մարզված պահել։ Սա միայն մարզասրահի համար չի, սա առօրյայում անընդհատ պետք է գալիս մեզ։ Ես որ քեզ շնորհակալություն Քնարիկ ջան։ Շնորհակալ եմ Կարեն ջան, շատ հաճելի էր։ Քեզ հետ պարապմունք անցկացնելը մեծագույն հաճույք էր, անկեղծ եմ ասում։ Ուրախ եմ։ Այսօր այսքան է սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք ցտեսություն։